Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ, երեք շատ լավ ընկեր ունեմ իր հետ ընդհանուր վախերից էինք խոսում, դրա համար ցանկացա ոնց որ կիսվեմ ձեր հետ։ Երբ որ մանավանդ եւ թե դու քեզ համարում ես քրիստոնյա ու երբ որ դու վախ ունես, ուրեմն այդ ասպարեզում, հա, դու չես վստահում Աստծուն, չես հավատում Աստծուն, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, օրինակ եմ ուզում բերեմ։ Եթե դու իրականում շներից վախ ունես, ուրեմն դու մտածում ես, որ Աստված իրականում քեզ չի կարա փրկի շներից։ Այդ շները քեզ ուտելու են, քեզ քրքրեն եւ այլն։ Եթե դու վախ ունես ինչ-որ հիվանդությունից, այդ նշանակում է, որ Աստված բժիշկ չի։ Հիմա շատ իրականում անիմաստ քարոզիչներ կա, մեկ լսում եմ զզվել ես գալիս է, դաժե ուզում եմ տակը գրեմ ախպեր, դու սուտ ես խոսում, պրոստը որ ասում եմ լավ իմ Աստված, արի հանձնեմ քեզ, վերջում մեկա բարձվելու է։ Իրականում ընկերներ, ամեն ինչի նկատմամբ, եթե դու վախ ունես, որ կարող է գումար չունենաս ու չկարողանաս ապրես, այդ նշանակում է դու չես հավատում Աստծուն։ Քո ցանկացած վախերը, քննի քո սիրտը ուտես, ցանկացած տեղ որ դու վախ ունես, այդ նշանակում է այդ ասպարեզում չկա Աստված։ Այդ ասպարեզում ասել ես Աստված է, բայց դա չի կարող ինձ փրկի։ Դա քո ներսում էդի դրված է։ Գիտես, վախ չունենալը, ասես կանգնել դեմը, այդ վախերի, այսպես ուղիղ դեմը կանգնել ու չփախնել, ստիպում Աստծուն որ տեղը չարժվի, ստիպում Աստծուն։ Ստիպում անկերներ, որովհետև վախ չունենալը վկայությունն է քո հավատքի։ Իսկ հավատքը շարժում է ամեն բան, իրականում։ Ընկերներ, քննեք ձեր սրտերը, ձեր համար եմ ասում, ես իրականում գտել եմ ընկերներ, ես ձեր համար եմ ասում։ Ասում եմ, կատարյալ սիրո մեջ վախ չկա, բայց սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի ընկերներ։ Ու նորից եմ ուզում ձեզ ասեմ, առաջի պատվիրանը սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մարմնով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությունով։ Առաջի պատվիրանն ու դրանից ավել պատվիրան չկա իրականում։ Բայց երբ որ դու սեր վախ ունես, քո սերը քո Աստծո նկատմամբ մեր կատարյալ չի ընկերներ։ Դրա համար չեք օրհնվում։ Դրա համար խնդրում եք ու չի տրվում ձեզ ընկերներ, որովհետև ձեր սրտի մեջ կասկածներ ու վախեր ունեք ընկերներ, բայց խնդրեք ու կտրվի ձեզ առանց վախենալու, երկմտելու, կասկածելու։ Գիտես, երբ որ քրիստոնյան իրականում դիմում է բժշկական միջամտությունների, այդ նշանակում է իր Աստված մեռած է, ուղիղ ձեզ ասում եմ։ Այն որ հիմա գիտես ինչքան ինձ կքարկոծեք, բայց իմ առաջի բժիշկը Աստված է։ Իրականում ես միշտ իմ խնդիրներով եթում եմ Աստծո մոտ, ասում եմ իմ Աստված, ես ինչ խնդիր ունեմ, ես վրես, ես ինչն է, ոնց բուժենք, ինչ ես առաջարկում, ինչ անեմ։ Գիտես, ու Աստված ճշմարիտ ասում է ինչ անես, ոնց անես, խի անես, ինչի համար ապաշխարես, որ այդ հիվանդությունները իրականում կորի։ Բայց այսօր շատ քրիստոնյաներ առաջինը մի անգամից հենց հիվանդությունն լում է գնում են հիվանդանոց։ Այդ նշանակում է, որ դուք ասում եք մեր Աստված բժիշկա սուտ եք ասում ընկերներ։ Դուք սուտ եք ձեր վկայում է ձեր վազել հիվանդանոց, որ դուք սուտ եք խոսում։ Գիտես, կամ ձեր Աստված բժիշկ չի, կամ էլ դուք իրականում ճշմարիտ ձևով ձեր Աստծուն ուղղություն չեք անում։ Բայց շատ ժամանակ ասում եք, չէ, մենք սուրբ ենք, մեր թևերն էլ պրոստը չի երևում, բայց դե հիվանդանոց պետք է։ Ես բժշկությանը իրականում դեմ չեմ։ Անտիրա բժշկությունը, բարիա բժշկությունը։ Աստված այդ գիտությունը տվել է մարդկանց, որ կարողանան բուժեն, լավացնեն, դզեն, թերահավատներին, որովհետև Աստված գիտի, որ հավատքը շատ ավելի դժվար է, քան թե գնալ հիվանդանոց։ Որովհետև Աստված դա գիտեր, դրա համար թույլ է տվել բժիշկներին զարգանան, սովորեն, իմանան, բացահայտեն ընկերներ։ Բայց ճշմարիտ քրիստոնյան են, որ իրականում առաջի բժիշկը իր Աստվածն է, իր Քրիստոսն է, գրած է, որ վերքերով բժշկվել ենք։ Այս մարմնի մասին է խոսքում։ Խոսքը չի եթում այն մյուս աշխարհի, որ հավից անընդե հիվանդություն, ընդ ցավ, ընդ տենց բաներ չկա, ստեղի մասին է խոսում։ Աստված ստեղ է գրքի մեջ գրել, որ ես բժիշկ եմ ու բժշկող Աստված եմ։ Բայց շատ քրիստոնյաներ չեն հավատում դրան ընկերներ, որովհետև վախեր ունեն, որովհետև կասկածներ, երկմտություններ ունեն։ Իրականում կասկածելը շատ մեծ մեղք է ընկերներ, շատ մեծ մեղք է։ Շատերը մտածում եք թե իրականում մարդասպանությունը ավելի մեծ մեղք է, քան թե կասկածելը հավասար մեղք է մարդասպանությանը, որովհետև դու Աստծո ուժերը դնում ես կասկածի տակ, դու Աստծո կարողությունը դնում ես կասկածի տակ։ Ու գիտես խնդիրը որ նա կարաս ինձնից թաքցնես, բայց հո Աստծոց չես թաքցնի։ Կասկածի ու ստության ու վախի հայրն էլ իրականում սատանան է։ Ու երբ որ դու կասկածի տակ ես դնում, սատանան ասում է, նայ, ասում է, քոնը քեզ չի հավատում, չի մտածում որ դու կարաս։ Ընկերներ, չգիտեմ ոնց էլ գողամ, որ հավատակ Աստծուն, որ վստահեք Աստծուն, որ սիրեք Աստծուն, ոչ թե վախենաք Աստծուց, այլ սիրեք Աստծուց, որովհետև սիրո մեջ վախ չկա, նորից եմ ասում, Աստված քեզնից վախ չի պահանջում, Աստծո առաջի պատվիրանը որ սիրես իրան, ամբողջ սրտով, հոգով, մարմնով, մտքով, զորությունով, ամեն ինչով սիրես Աստծուն։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, էսի սրտից կար իրականում։ Եթե վախ ունես, տարդիր Աստծո մոտ, եթե վախ ունես, եթե վկայությունն է, որ դու դե չես վստահում Աստծուն, դե չես հավատում Աստծուն, դե չես սիրում Աստծուն, ընկերներ, տար Աստծո մոտ ընկեր, տար Աստծո մոտ Աստված քեզ կօգնի։
Աստված օգնեմ, որ այդ վախերի ու կասկածների մեջից անցնես։ Դու ինքդ չես կարող գնա, պրոստը պետք է ընդունես, պետք է ասես, ես այս խթիրն ունեմ, ես մեղավոր եմ, ինձ էլ ների։ Եթե չընդունես, չի լինի դա, բայց երբ որ ասում ես ես մեղավոր եմ իմ Աստված, ինձ կներես, ինձ ների, Աստվածը ներում է։ Ճշմարտություն, բայց եթե չընդունես, չասես sense ձևականություն անես, դա չի անցնում Աստծո մոտ։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ։ Խիզախ եղեք, այն քրիստոնյաներին է խոսքը ասում, ուրեմն մի քիչ դուխով եղեք, մի քիչ քրիստոնյա եղեք։ Այդ մահը ձեր վրա իշխանություն չունի։ Այն որ ձեզ տափենել, սատկացնել, քերթենել, արա դուք հավիտյան դեմքեր եք, արա դուք հավիտյան ապրող դեմքեր եք։ Դա ուրիշ զորություն է, ոնց դες բացատրեմ։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, վստահ եք ու հավատացեք Աստծուն, սիրեք Աստծուն ընկերներ, առանց վախի, առանց հասկանալու, առանց կասկածի, սիրեք Աստծուն ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։